Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի գնի շուրջ ակտիվ աշխատում է ինչպես Գազպրոմի գործընկերների, այնպես էլ ռուսական կողմի գործընկերների հետ իրավիճակը կառավարելի է։ Այս մասին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Հիշեցնենք, Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խորանարդ մետրի դիմաց $177։ Միևնույն ժամանակ գազի արժեքը Եվրամիության երկրների մեծ մասի համար կազմում է մոտ $600։ Հունիս ամսվա առաջին 25 օրերին արտաքին շուկաներ առաքված ագրարային արտադրանքի կառուցվածքում բացարձակ առաջատարը հայկական ծիրանն ու կեռացն են, համապատասխանաբար 1041 եւ 882 տոննա ծավալներով։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով բերքի առաջարկի ավելացմանը զուգահեռ ներքին շուկայում արձանագրվել է գնանկում երկու հիմնական ուղղություններով։ Խոսքը լոլիկի եւ ծաղկի շուկաների մասին է, որտեղ սեզոնային գործոնով եւ տեղական ջերմատնային ու բաց գրունտի արտադրանքի ծավալների աճով պայմանավորված սպառողական գները նվազել են, ինչը բարենպաստ է տեղական սպառողի համար, սակայն լրացուցիչ ճնշում է ստեղծում արտադրողների մարժայի վրա։ Ըստ գործադիրի որոշման մինչև 5000 տոննա ընդհանուր ծավալով սոխի ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն գանձվի։ Այս արտոնյալ կարգավորումը կիրառվելու է կարճաժամկետ կտրվածքով եւ կգործի մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը գրանցված ներմուծման ծավալների վրա։ Նպատակը գարնանային եւ վաղ ամառային շրջանում ներքին շուկայում դեֆիցիտի կանխումն ու սպառողական գների ստաբիլացումն է։ Հայաստանը սոխի ներքին պահանջարկի զգալի մասը ապահովում է սեփական արտադրության հաշվին։ Այնուամենայնիվ սեզոնայնությամբ պայմանավորված պահանջարկը լրացվում է ներկրման միջոցով։ 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցման պարտադիր համակարգ սև շուկայի դեմ պայքարելու նպատակով։ Ներմուծելիս գրանցման համար կվճարեն 3000 դրամ, իսկ ավելի հին մոդելների գրանցումը անվճար կլինի։ Նույն տարում մեկից ավելի նոր հեռախոս ներմուծելու դեպքում տուրքը կաճի, հասնելով 20000-ից 100000 դրամ։ Իրավաբանական անձինք կվճարեն 250000 դրամ տարեկան տուրք եւ 3000 դրամ յուրաքանչյուր նոր հեռախոսի համար։ Եթե նոր հեռախոսի կոդը չգրանցվի, բջջային օպերատորները պարզապես կկասեցնեն դրա սպասարկումն ու կապը։ Միացյալ Նահանգները $25 միլիոն կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար։ Ֆինանսավորումը նպատակաուղղված է Փոթիի նոր նավահանգստում երկրորդ նավամատույցի շինարարության ավարտին եւ զանգվածային բեռների տեղափոխման համար նախատեսված տերմինալի կառուցմանը։ Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ նավահանգստի թողունակությունը տարեկան կավելանա եւս 1 միլիոն տոննայով։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը վստահություն է հայտնել, որ ամերիկյան տնտեսությունը մինչև ընթացիկ տարվա վերջ կկարողանա վերադառնալ 3% աճի Իրանի հետ հակամարտության ավարտի մոտենալու ֆոնին։ Վերջին երկու եռամսյակների ընթացքում ամերիկյան տնտեսության աճի տեմպերը դանդաղել են, պայմանավորված գնաճի վերականգնմամբ, աշխատաշուկայի սառեցմամբ, ինչպես նաև մաքսատուրքերի սահմանման հետևանքով։ Եվրամիությունը ներկայացրել է հարկային բարեփոխումների նոր փաթեթ, որը ուղղված է միության երկրներում բիզնեսի վրա կարգավորող բեռի նվազեցմանը։ Փաթեթը նախատեսում է Եվրամիության ներսում շահաբաժինների տոկոսային վճարումների եւ ռոյալթիների նկատմամբ գանձվող հարկերի վերացում, ֆինանսավորման կանոնների պարզեցում, ինչպես նաև հաշվետվությունների կրկնվող պահանջների վերացում։ Հանձնաժողովի գնահատմամբ դա թույլ կտա տարեկան մոտ 3.3 միլիարդ եվրո խնայել վարչական ծախսերի վրա եւ կխթանի ներդրումները միասնական շուկայում։ Արհեստական բանականության ոլորտի առաջատար OpenAI ընկերությունը եւ տեխնոլոգիական հսկա Broadcom-ը պաշտոնապես ներկայացրել են արհեստական բանականության մոդելների համար նախատեսված իրենց առաջին մասնագիտացված չիպը, որը ստացել է Jalapeno անվանումը։ Սա OpenAI-ի պատմության մեջ առաջին սեփական արհեստական բանականության պրոցեսորն է, ինչը բեկումնային քայլ է ընկերության արտադրանքների համար սեփական, անկախ տեխնոլոգիական հենք ձևավորելու ռազմավարության մեջ։ ԵԱՏՄ չկա, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության շենքում, իսկ այդ տեսակետը այսպես բացատրեց. ԵԱՏՄ-ն ինչ է, ԵԱՏՄ-ն 4 սկզբունք է՝ ապրանքների ծառայությունների, աշխատուժի եւ ֆինանսների ազատ հոսք։
Եթե չկա այդ ազատ հոսքը, ուրեմն չկա ԵԱՏՄ-ն։ Ասենք լավ է, այս կարա մի ամիս խնդիր լինի, լավ 2 ամիս կարա խնդիր լինի, լավ 3 ամիս կարա խնդիր լինի, 4 ամիս եթե այդ խնդիրը դեռ կա, նշանակում է ԵԱՏՄ չկա։ Որպես իր մտքի հավելում ու ԵԱՏՄ-ից անկախության ապացույց վարչապետը շեշտեց. մայիս ամսին Հայաստանը 11% տնտեսական ակտիվության ցուցանիշ է ունեցել։ Ես ասել եմ, մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել։ Պարզապես եթե այս հարցերը չկարգավորվեն, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու անխուսափելի։ ԵԱՏՄ-ի շուրջ աղմուկի ֆոնին առաջիկայում Հայաստան է այցելելու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Օրակարգային առաջնահերթ հարցերից մեկն է լինելու հայկական գյուղատնտեսական արտադրանքի մուտքի հնարավորությունը Եվրամիության շուկա։ Հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ մենք կհասցնենք այդ նախագիծը ավարտին հասցնել, որպեսզի Երևանյան այցի ընթացքում մենք իրար հետ այդ մասին հայտարարենք։ Հայաստանից արտահանման թեմայով անդրադարձեր արվել նաև էկոնոմիկայի նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով հանրապետությունում արկա ողջ վերքը այս փուլում իրացվում է կամ սպառվելով ներքին շուկայում, կամ ուղղվելով արտահանման հոսքերին։ Հունիսի առաջին 25 օրերին արտաքին շուկաներ առաքված գյուղատնտեսական արտադրանքի կառուցվածքում բացարձակ առաջատարը հայկական ծիրանը ու կեռասն են։ Հայաստանն ու Ուզբեկստանը կստորագրեն ավտոմոբիլային հաղորդակցության մասին միջպետական համաձայնագիր։ Այս համաձայնագիրը ոչ միայն կամրապնդի Հայաստանի Հանրապետության տնտեսական կապերը Կենտրոնական Ասիայի արագ զարգացող շուկաների հետ, այլև Հայաստանի համար կբացի տրանսպորտային նոր միջանցք, էականորեն նվազեցնելով երկրի կախվածությունը գոյություն ունեցող ավանդական, բայց հաճախ ռիսկային երթուղիներից։